Այսօր Լոռիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչելով մամուլի հրապարակումները հայտարարեց, թե իր քաղաքական մրցակիցները ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների առաջնորդները օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Նա, որ նախկինում Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանում էր պատերազմի եռագլուխ կուսակցություն, այսօր լրացրեց անվանումը։ Ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք ռեբրենդինգի ենթարկել եւ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցություն կամ եռալրտեսական կուսակցություն։ Երեք ռուսական The Insider կայքն էր պնդել, թե ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Այս պնդումներն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կտրականապես հերքել են ու նշել, թե դատի են տալու։ Այսօր Փաշինյանը հեգնեց լուրը տարածողներին դատի տալու մասին իր ընդդիմախոսների հայտարարությունները։ 24 ժամ հետո նրանք ասում են դատի կտանք։ 24 ժամ ամբողջ Հայաստանը նրանց մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից լինելու դեմ եւ նրանք նոր ասում են գիտեք ինչ դատը, գիտեք ինչ է 24 ժամ։ Որովհետեւ այս ընթացքում թույլտվություն են հարցրել, այս ընթացքում հրահանգ չեն ունեցել հրահանգ։ Այսօր արդեն 8 տարի Հայաստանը ղեկավարող Փաշինյանը լոռեցիներին խոստումներ տվեց, թե ջախջախելու է մաֆիային, նկատի ուներ իր 3 մրցակիցներին։ Ես ձեզ ժողովուրդ հանդիսավոր խոստանում եմ, որ դուք ձեր աչքերով դա տեսնելու եք, անպայման եք տեսնելու եւ այս ճանապարհին մենք երբեք չենք կանգնել եւ չենք կանգնելու։ Մենք 2018 թվականից պայքարում ենք մաֆիայի դեմ եւ եկել է մաֆիան, այդ եռագլուխ պատերազմի կուսակցությունը վերջնականորեն ջախջախելու ժամանակը։ Փաշինյանն Ալավերդու եւ Վանաձորի գյուղերում ու քաղաքներում էր, նշեց կառավարության խոշոր հատկացումները Լոռու մարզին, ասաց 5 տարի առաջ խոստացած ապագան արդեն եկել է, ու որ մարդիկ արդեն իսկ լավ են ապրում, մատնանշեց թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրական համակարգն ու մեծ շինարարական ծրագրերը, որ ըստ նրա ամենուր են։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկող երկիր է, սրանով է լավ, այսօր է լավ, հիմա է լավ։ Ամեն ինչ ցել գող եմ, ամեն ինչից բժշկությունից, այսքան մանկապարտեզ բան ասարկել, այսքան դպրոցներ ասարկել, այսքան ճանապարհներ ասարկել, ազատ անկախ մեսմար ապրում են, թոշակներն բարձրացրել, էլ ինչ է ջահելներն աշխատում են։ տան ջահել չկա, ես ու ամուսինս ենք։ Բա ուր եք։ Ստեղ չեն, այ արդ երկրում են։ Բայց լավ է, ինչ չի կարելի։ Գան, իրանք էլ կգան։ Սիրում եմ այս կուսակցությանը ու պետք է մինչև վերջ սիրեմ։ Չեմ կարա իրանց աշխատանքները ես մոռանամ։ Ալավերդու բնակավայրերում քարոզարշավի հրապարակներից հեռու ոչ բոլորն էին կիսում վարչապետի լավատեսությունը, ոմանք գոհ, մյուսներն անգամ թոշակների բարձրացումն իրենց համար սփոփիչ չեն համարում։ Շատ լավ է։ Վիճակը ինչն է լավ, Ամեն ինչն է լավ է, որ ցած խաղաղ ապրում ենք։ Հա։ Ապրում ենք, շնչում ենք։ Ժուրնալի մի երեսն եք կարդում, այն մի երեսն էլ որ կարտա գլխի տելեք որ ինչ ալը։ Ես 75 տարեկան մարդ եմ, ես ոչ մի բան դրանցից ոչ մի բան չեմ ավարտում։ Բա կառավարությունը ասում է թոշակները բարձրացի։ Ու ինչա։ Լախանութը մտի 10 մանետ ավելացրել է, խանութը ինչքան է թանկացել։ Այսօր էլ ինչպես նախորդ օրերին իշխող կուսակցության քարոզարշավին քիչ չէին պետական ու համայնքային հիմնարկների աշխատակիցներ, ինչն աշխատանքային ժամին օրենքի խախտում է համարվում։ Վարչապետը նախկինում ասել է, որ վարչական ռեսուրսի կիրառմանը դեմ է ու հակված է պատժել չարաշահողներին, մինչ օրս որևէ պատժի մասին հայտնի չէ։ Դու ես եւ այդ մեկ մարդը, դու ես